Էսի գյուղինն է։ Մեր համը փորձի տեսիշ լավն է։ Էս էլ բանինն է, ջրապինն է։ Հանի պեմզա։ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ Վարազդատ Թովմասյանն է, ցուցադրում է կտավատի սերմի տեսակները, տեղի ժամանակակից ձիթաններից մեկի սեփականատերն է։ Ավելի քան 1 տասնյակ սերմերից ու կտերից ձեթ է ստանում՝ սև չամանի, կտավատի, կանեփի, ծիրանի, ընկույզի եւ այդպես շարունակ։ Դեղցի կուտից են հանում, խաղի կուտից են հանում, ավելի սերմից են հանում, սովորական են տանը ավելները որ կա։ Այսինքն ամեն մեկը մի պահանջարկ ունի էլի։ Հիմա կոնկրետ այդ խաղի կուտը ասում են որ ավելի բան է, այդ անոթների խցանման համար շատ լավ է, նո, բայց չունենք այս բանին էլի։ Ամենաշատ պահանջարկը ո՞ր է։ Կտավատը։ Կտավատի սերմերը եւ յուղը ժողովրդական բժշկության մեջ որպես դեղամիջոց են օգտագործում։ Հնում այն օգտագործել են նաեւ որպես մաքրող, փափկեցնող եւ լուծիչ հատկություններ ունեցող դեղամիջոց։ Մյուսները եւս ունեն բուժիչ հատկություններ, սակայն Վարազդատը խորհուրդներ տալը իր գործառույթը չի համարում։ Ասում է ամեն դեպքում մարդիկ պետք է առաջնորդվեն բժշկի ցուցումներով։ Մարդիկ գնում են բժշկի իրանց խորհուրդ է տալի որ խոսքի կանեփի յուղ խմի կամ պոպոքի յուղ կամ ծիրանի։ Ես հիմա որ ասեմ, գիտեք ինչ, էսի ինչ օգուտ կտա, դա ոնց որ ես պետք է հեքիմ լինեմ, որ կարողանամ այտենց, որ իմանա այդպես բանկային է, սաղին կբուժի։ Այժմ Վարազդատը տարածքը բարեկարգում է, կահավորում, որ այցելուներին ավելի հարմար լինի։ Գնորդը կարող է ընտրել սերմը ներկա գտնվել գործընթացին։ Էտա դրա էս իմ տարբերությունը, որ քո ներկայությամբ հանում եմ, այսինքն դու այս կտավատը կարող ես ուտես, տենես դառնա, քաղցրա եւ ու ամեն ինչ էլի։ Դաժան հիվանդներ են գալի, որ հուսաթափած, որ ուզում են ինչ-որ մի բանով պատկերացնում են, մի հատ էլ դու ինչ-որ ավելնորդ բան անես, դրա համար որ գալիս են մեծամասնությունը իրաց ներկայությամբ հանում եմ։ Ֆանտանի ցիթաններում արկա սերմերի մի մասը հենց տեղական արտադրության են, այստեղ շատերն են զբաղվում կտավատի, նաև հացահատիկային մշակաբույսերի, ցորենի, գարու, հաճարի մշակությամբ։ Ինչպես նշում է բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Իվանյանը, երբ սուբսիդավորում է լինում, մշակողների թիվը զգալիորեն ավելանում է։ Գյուղի բնակիչներին հիմնականում մտահոգում է ջրի խնդիրը, որը սրվում է ամռան ամիսներին։ Լինում են տարիներ, երբ հողագործները տուժում են երաշտից կամ կարկուտից։ Երկրորդ դիտահորը ունենալու համար դիմել են Veolia ջուրընկերությանը, դեռ արձագանք չկա։ Ավագանին որոշել է եւս մեկ անգամ դիմել։ Ամռան ամիսներին հունիսից մայիսի վերջից մինչև կարելի ասել սեպտեմբեր ունենում ենք ջրի խնդիր, շատ սուղ է, որտեվ ավելացել են թե արտադրամասերը, թե անասնաֆերմաները եւ բնակչության թիվն է աճել։ Ֆանտանցիներից շատերն աշխատում են շինարարության ոլորտում, գյուղում եւս աշխատանք կա, նոր նախակրթարան է կառուցվում։ Գլխավոր 2 ճանապարհ է նորոգվել, մեկը Մայրուղուց դեպի գյուղ, մյուսը Գյուղամիջյան հատվածը։ Համայնքային բյուջեով կատարում ենք միջհամայնքային թաղային ճանապարհների ասֆալտապատում ամեն տարի ինչ-որ քանակով։ Վարչական ղեկավարի պտմամբ գյուղից չեն արտագաղթում, վիճակագրություն կազմում են տարիներ առաջ հեռացածները, հիմա հիմնականում մեկնում են քաղաքներ, աշխատում եւ վերադառնում։ Մեր լեզվով ասած խոպանչիներ որպես այդպեսին կարելի ասել գյուղում չկա։ 1-2 հոգի կարող լինի կամ չլինի, բայց այս վերջի տարիներին ընդհանրապես չկա։ Ժամանակին այս գյուղում ապրել են նաև ռուս մոլոկաններ եւ քրդեր, հիմա միայն հայեր են եւ եզդի համայնքի 2 ընտանիք։ Ֆանտանում են հաստատվել նաև Արցախից բռնի տեղահանված 5 ընտանիք։ Վաճվեց հայրը, ասու փարտ, ինչ է։ Լավ ապրելու, ստե ավելի լավ ենք ապրում, փարտ ասում։ Աշխատող մարդը որվել ուզում է ապրելու էլի, Կոսովաշ չի մնա։ 3 կիլոմետր է Չարենցավանը, Հրազդանը 18 կիլոմետր է, Աբովյանը 17 կիլոմետր է, ասենց Ռուշը կպած է էլի, կենտրոնն է, մեր գյուղը ինձ թվում է բանի Հայաստանի Հանրապետության կենտրոնն է։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Կոտայքի մարզ, գյուղ Ֆանտան։